Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 25։ Եվ երբ որ նրանք այնտեղից գնացին, ահա տիրոջ հրեշտակը երևաց երազում Հովսեփին և ասեց. «Վեր կաց, վեր առ երեխային և նրա մորը, և փախիր Եգիպտոս, և մնա այնտեղ, մինչև որ ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը որոնելու է երեխային, որ կորցնի նրան»։ Մատթեոս 2:13 խոսք։ Եգիպտոսը Իսրայելի համար ստրկության տուն էր և այն իսրայելացի նորածիներին վերաբերվում էր առանձնահատուկ դաժանությամբ։ Սակայն այն պետք է դառնար Սուրբ Մանուկ Հիսուսի ապաստանի վայրը։ Աստված երբ կամենա, կարող է նույնիսկ ամենասարսափելի վայրը ծառայեցնել ամենաազնիվ նպատակներին։ Սա Հովսեփի և Մարիամի հավատքի փորձությունն էր։ Աստված հստակեցրեց, որ նա հոգ է տանում նրանց մասին և առաջնորդում նրանց, երբ ասեց. «Վեր կաց, վեր առ երեխային և նրա մորը, և փախիր Եգիպտոս և մնա այնտեղ, մինչև որ ասեմ քեզ»։ Հովսեփը պետք է սպասեր Աստծուց հետագա հրահանգներին և առանց նրա որևէ գործողություն չձեռնարկեր։ Այսպես Աստված իր ժողովրդին մշտապես իրեն վստահել է սովորեցնում, և նրանց հավատքը փորձության ենթարկվելով հաստատուն և անսասան դառնում։ Եթե մենք և մեր փոքրիկները երբևէ դժվարության մեջ հայտնվենք, եկեք հիշենք Քրիստոսի ծանր վիճակը որպես մանուկ։ Հերովդեսը սպանեց բոլոր տղաներին ոչ միայն Բեթլեհեմում, այլ այդ քաղաքի յուրաքանչյուր գյուղում։ Անզուսպ զայրույթը զինված անօրինական իշխանությամբ հաճախ մարդկանց մղում է անհեթեթ դաժանության, և Աստծու կողմից անիրավ բան չէր այս ամենը թույլ տալը, որովհետև յուրաքանչյուր կյանք հենց ի սկզբանե պարտական է նրա արդար դատաստանին։ Փոքր երեխաների հիվանդությունն ու մահը նախնական մեղքի ապացույցն են, սակայն այս նորածինների սպանությունը նրանց մարտիրոսությունն էր։ Որքան վաղ սկսվեց հալածանքը ընդդեմ Քրիստոսի և նրա թագավորության։ Հերովդեսը այժմ կարծում էր, թե խափանել է հին կտակարանի մարգարեությունները և իմաստունների ջանքերը Քրիստոսին գտնելու գործում, բայց ինչպիսին էլ լինեն մարդկանց սրտերում եղած խորամանկ ու դաժան հնարքները, Տիրոջ նպատակները անսասան են մնալու։